Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրենց դժգոհության պատճառն այդ անգամ հայցերի հետ քաշումն է միջազգային այցաններից, այստեղ քննարկվում է այդ թեման։ Չէ, այստեղ այդ թեման չի քննարկվում, եւ այդ թեման այս ձևաչափի մեջ չի։ Բայց այդ թեման կա, ես ընդունում եմ, բայց հիմա հայցերի հետ քաշման թեման էլ խոսվում է, բայց դա իրականություն չի։ Ես ձեզ ասեմ, այն բոլոր հարցերը, որոնք լուծում չեն գտել, հիմա հավաքվել են եւ փնտրում ենք լուծումներ եւ գտնում ենք։ Այստեղ բոլոր պաշտոնները, որոնք թերացել են, տեսեք քննչական կոմիտեի նախագահը փոխվել։ Իհարկե նոր նախագահը բաներ կա, որ ինքը չի տիրապետում։ Էլի չի տիրապետում, մեկ ամիս ժամանակ տվեց Վանքոչյանն իրեն, որտեղ ըստ էության առաջին հանդիպման ժամանակ ծնողները մեծ հեծություն նշում էին, որ թողվել էին շատ բաներ չի տիրապետում։ Մեկ ամիս ժամանակ։ Բայց ես հայտարարություն տվեցի, արեցի, որ աշխատանքի ընթացքում մենք կազմել ենք արձանագրություն։ Ինչ արձանագրություն, տեղեկանք։ Այդ հետագծի հետ կապված։ Այդ տեղեկանքը շատ կարևոր փաստաթուղթ էր։ Եվ մեր փորձագիտական խումբը Պաշտպանության հանձնաժողովի շատ մանրակրկիտ ամեն ասած բառը արձանագրվել ուղարկվել էին այն հասցեներով, որտեղ հիմա գերատեսչությունների ղեկավարներն ստացան։ Այսինքն արտադրության նախարարություն, քննչական կոմիտե եւ այլն։ Եվ այդ տեղեկանքի հիման վրա մենք կազմակերպել ենք երկրորդ քննարկումը։ Էլի կազմվելու է տեղեկանք, որտեղ ամեն ասած բառը եւ ամեն մի արտահայտություն ֆիքսվում է, որտեղ դրա հետևում կա արված կամ չարված գործ։ Արվածը պետք է դրվի մի կողմ, դա պետք է բավարարի ծնողներին։ Եվ ունենք 171 թե 172 տեղեկանքի մեջ անցած ուղի, դա ինչ է նշանակում, որ քննչական մարմինները կատարել են աշխատանք, որտեղ A կետից B կետը, որտեղ խզվել է կապը, քննչական գործողությունների միջոցով կարող ենք իմանալ որտեղից սկսենք փնտրել ողջ կամ մահացած մեր զինվորներին։ Եվս մեկ անգամ ցանկանայի շետ ծնողները ձեզ հորդորում են, որ չկրկնել, որ արտահայտությունում մի ասեք, որ մեր երեխաները մահացած են։ Ես ասեմ, ես համախոհ եմ իրանց այդ տեսակետի հետ, որովհետև քանի ծնողը չի համոզվել, որ այն դիակը ԴՆԹ անցած մի քանի փորձակնություն կասկածներ ունի, բնականաբար մենք պարտավոր ենք փնտրենք ողջերի մեջ։ Կարող է գերեվարված լինեն, շատ տարիներ են անցել, իհարկե հավանականությունը տարին տարու վրա փոքրանում է, բայց աշխատանքների կազմակերպման համար ստեղծված է հանձնաժողով, եւ հանձնաժողովը ղեկավարում է ոչ ավել ոչ պակաս ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Բայց մենք շատ լավ հասկանալով այդ զգայուն թեման ինչքան պետք է շատ զգուշ ամեն բառը ասել, որովհետեւ տեսակ մի փոքր սխալ չէ, ճիշտ բառ է, բայց այդ ճիշտ չի, որ միշտ պետք է այդ բանին ասել։ Որտեղ մի անգամից իրենց մոչ արթնանում է, այսպես ոնց թե կորցրեցինք մեր երեխային, չէ։ Պետք է միշտ փնտրել, բայց այն ինչ որ հայտնաբերում ենք, պետք է ծնողը վստահ լինի, որ այդ իր երեխան է։ Էսա այսօրվա քննարկման թեման։ Ուզում ասեմ, որ դա շատ կարևոր է եւ հիմա տեսնենք երրորդ հանդիպման կարիքը կլինի, թե չէ։ Բայց այստեղ ոնց որ թե շատ կոնստրուկտիվ է գնում եւ կարծում եմ, որ ծնողները տալիս են ունեն հնարավորություն բոլոր հարցերը տալ եւ պաշտոնյաները բոլորը նստած են։ Իհարկե նախկին պաշտոնյաներից երկուսը բացակայում են եւ չեն կարող լինել, որտեղ պաշտոն չեն զբաղվում։ Պարոն Քարամյանը եւ դատաբժշկական փորձը։ Հանդիպումից հետո Վանքոչյանը ըստ էության նրանք այլևս չեն պաշտոնավորում հայտնի պետաիրավական, երբ որ արդեն ուժային կառույցների ղեկավարներին էիք հրավիրել։ Քնարիք դու արդեն տարար Վանքոչյան, պարզապես որ դուք միշտ հրավիրում եք, ստացվում է պես որ դուք շարունակում եք պաշտոնավորել, բայց իրենք չկան։ Էսպես ստացվում։ Այդ հարցը հիմա տվեք ձեզ։ Չէ, Ես ընդամենը կազմակերպել եմ լսումներ, ընդ որում առաջին անգամ ազգային ժողովում բոլոր ուժայինները եկել են հաշվետվողականության տեսանկյունից, ներկայացրել են հաշվետվություններ։ Հիմա այդ ընթացքում որ падգամավորը զեկուցով հանդես եկողների հետ ոնց է հարաբերվում, փորձել են կառավարենք։ Դուք եք հրավիրել, չէ, Վանքոչյան։ Բա ով հրավիրել։ Եթե պաշտպանության եւ անվտանգության գնացին, դուք մնացիք, հարցը սրանով։ ուզում եք ասել գնամ։ Այդ դեպքում այս լսումները բա ով պետք է կազմակերպել։ Վանքոչյան, Խոսքը դրա մասին չի։ Խոսքը ազգային ժողովի առաջ ուժային կառույցների հաշվետվողականության մասին եւ դա դարձավ իրականություն։ Դա բոլորը ընդունեցին։ Պարզապես վեճ գնաց գլխավոր տատախազը վերևում պետք է լիներ թե ներքևում։ Այդտեղ տեսակետները կիսվեցին։ Ես կարծում եմ ոչ ներքևում։ Վանքոչյան, վերջին անգամ Հիմա վերևում պարոն Սիմոնյանն ու ես։ Փաշինյանը մտավ
ազգային ժողով լրագրողները իրենց նրան նամակ էին հանձնել դուք Չէ, հիմա այստեղ չի քննարկվում։ Բայց եթե ինչ-որ տեղեկություն ունեմ, ես կարող եմ նաև քննարկել ձեր հետ։ Ես կուսակցական չեմ առաջին հերթին, բայց կուսակցությունում քննարկումների մասին տեղեկացված եմ։ Եթե քննարկված լիներ, որպես խմբակցության անդամ եւ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ունենայի տեղեկություն ձեր հարցին կպատասխանեի։ Շնորհակալ եմ։ Ոչ, ես 2 տարի ղեկավարել եմ աղետի գոտին, բայց երբ որ կամփոփվի ամեն ինչ, այն ժամանակ ես իմ պատկերացումներով կկիսեմ ձեր հետ։ Դու մենք հիմա մի վարքյան մի էլ հանքակտուր տուր հարցը, վաղը ինձ նորից կասեք պարոն Քոչյանը լրագրողներին թիրախավորում է։ Հիմա չեմ թիրախավորում, հիմա ասում եմ մի վարքյան, այնտեղ ուրիշ հարց է, քո հարցը լրիվ ուրիշ է, ստեսին ձեզ։